Այսօր առավոտյան Հայաստանում ամենահայտնի մեդիա բլոգերը մի տեսանյութ է հրապարակել, որում հետևյալ միտքն է արտաբերել, որ քանի որ ըստ իրեն Բեհապար Հայրապետը ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը ըստ Նիկոլ Փաշինյանի խախտել է կուսակրոնության ուխտը, հետևաբար ըստ նույն հայ առաքելական եկեղեցու կանոնագրքի նրա գործողությունները ոչ լեգիտիմ են, ինքը կարգալույծ է եւ իր ընդունված որոշումները, այդ թվում Ստեփան Ասատրյանին կարգալույծ անելու մասին իրավաչափ չեն։ Կանոնագիրք հայոցի համաձայն Կտրիչ Ներսիսյանը չի կարող լինել ամենայն հայոց կաթողիկոս, որովհետև դրժել է կուսակրոնության ուխտը եւ այդ փաստի բերումով կարգալույծ է։ Հետևաբար կարգալույծը չի կարող կարգալույծ անել, հետևաբար Տեր Արամ Ասատրյանը կարող է պատարագ մատուցել Հովհաննավանքում եւ ես ինչպես նախորդ կիրակի, այս կիրակի նույնպես Հովհաննավանքում մասնակցելու եմ Սուրբ եւ անմահ պատարագին։ Հիմա ես ուզում եմ այս նույն տրամաբանության շրջանակներում Նիկոլ Փաշինյանի կողմից սահմանված տրամաբանության շրջանակներում մենք ձեր հետ միասին պատասխանենք հետևյալ հարցին. Արդյոք Ա. Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ է թե ոչ, եւ երկրորդ, Նիկոլ Փաշինյանի ընդունված որոշումները ունեն իրական ուժ, թե ոչ։ Եվ ես չեմ ընկնի բոլոր խնդիրների կամ հարցերի հետևից, կվերցնենք 1-2 օրինակ, ուղղակի այս կանոնի շրջանակներում տվյալ հարցին ճշգրտորեն պատասխանելու համար։ Հենց թեմային վերաբերող սահմանադրության կարգավորումները, գիտենք, որ մեր հիմնական օրենքն է, աստիճանակարգությամբ ամենաբարձր իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթն է սահմանադրությունը, եւ ի տարբերություն հայ առաքելական եկեղեցու կանոնագրքի ունի նորմատիվ նշանակություն բոլոր քաղաքացիների համար եւ կարող է ապահովել նաեւ իշխանական մարմինների կարգադրիչ լիազորությունների շրջանակներում։ Հիմա ինչ ասում մեր սահմանադրության 17-րդ հոդվածը, առաջին մասը ասում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը, երկրորդ մասը կրոնական կազմակերպություններն անջատեն պետությունից։ Սահմանադրության երկրորդ գլուխը կարգավորում է անձի հիմնարար իրավունքները, եւ այդ հիմնարար իրավունքներից մեկը վերաբերում է մտքի, խղճի եւ կրոնի ազատությանը։ Տվյալ հոդվածը, համանուն հոդվածը 41-րդ, 4-րդ մասը ասում է, որ կրոնական կազմակերպություններն իրավահավասար են եւ օժտված են ինքնավարությամբ։ Հիմա Նիկոլ Փաշինյանը, որպեսզի հասկանանք, արդյոք կարող էր այսպիսի հայտարարություններ անել, թե չէ, եւ դրանք իրավաչափ են, թե չէ, մեկ սահմանադրական տեստ իրականացնենք, անցկացնենք իրավական տեստ։ Դրա համար օգտվում ենք ամենաբազիսային կանոններից մեկի, սահմանադրության 6-րդ հոդվածի առաջին մասով սահմանված օրինականության սկզբունքից։ Ինչ ասում օրինականության սկզբունքը։ Ըստ օրինականության սկզբունքի 6-րդ հոդվածի առաջին մասով պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են սահմանադրությամբ կամ օրենքներով։ Հիմա մի challenge եմ տալիս բոլոր ԿՊԱ-մեր շրջանակներին, թող փնտրեն եւ գտնեն get 1 հոդված, նորմատիվ պատվիրան, որը հնարավորություն եւ լիազորություն է տալիս Նիկոլ Փաշինյանին խառնվել հայ առաքելական եկեղեցու ներքին գործերին այն իմաստով, որ փորձել ներազդել, թե ով պետք է լինի հայ առաքելական եկեղեցու որպես կրոնական կազմակերպության ղեկավարը կամ ղեկավար կազմը եւ ինչպես նրանք պետք է որոշեն իրենց խախտումների մասով պատասխանատվության հարցերը։ Թող փնտրեն եւ գտնեն այդ նորմը եւ եթե կգտնեն, շատ հետաքրքիր բանավեճ կստացվի։ Եվ խնդրում եմ այստեղ այդ տգետ եւ հիմարության աստիճանի ակնհայտ բնդումները չանել, որ Նիկոլ Փաշինյանը կարող է գործել Հայաստանի Հանրապետության վարչապետի իբրև եւ առանձին որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Որևէ երկրի որևէ վարչապետ հանդես գալով հանրային կերպով չի կարող իրեն տարբերակել որպես պետական պաշտոնյա, քաղաքական բարձր պաշտոնյա եւ որպես ուղղակի պարզ քաղաքացի։ Այս մասով ամենապարզ օրինակը բերեմ, որ բոլորի համար հստակ լինի ասածս, օրինակ, երբ անցած նախորդ շաբաթվա եզրափակիչ, կիրակի օրը
չեմ ասի դրա անունը պատարակ չեմ դնի իհարկե, որովհետեւ կրոնական ծես էր կազմակերպված ԿՊԱ-ականների համար Հովանավանքում։ Ինչպես նկատեցիք, հարգելի քաղաքացիներ, Նիկոլ Փաշինյանը միայնակ չէր գնացի այնտեղ։ Եվ ես նկատի չունեմ իր ԿՊԱ-ական ընկերներին, ես նկատի ունեմ իր անվտանգությունը ապահովող պետական պահպանության ծառայությանը եւ բոլորիս անվտանգությունը ապահովելուն կոչված, բայց տվյալ դեպքում այդ կրոնական ծեսի երևի անընդատությունը ապահովող Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, որը իր բազմաթիվ հարյուրավոր ծառայողների կազմով ոչ միայն ապահովում էին, որ այդ ծեսը, այսպես ասած, անցնի, այլ նաեւ թույլ չէին տալիս, որ Հովանավանքի իրական սեփականատիրոջ Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից նշանակված քահանան կարողանա մոտենալ եւ իրականացնել իր հոգեվոր ծառայությունը։ Այսինքն հստակ օրինակ է, երբ Նիկոլ Փաշինյանը իբր թե այս ոչ վարչապետական նախաձեռնության շրջանակներում բանեցրեց բոլոր պետական ռեսուրսները, որպեսզի Հայ առաքելական եկեղեցին զրկված լինի Հովանավանքում իր հոգեվոր ծառայությունը իրականացնելու հնարավորությունից եւ ուզուրպացրեց ըստ էության այդ եկեղեցին իր քիմքին կամ ճաշակին համապատասխան ինչ-որ անձի կարգելով որպես այդտեղ հոգեվոր հովիվ կամ հոգեվոր ծառայություն իրականացնող։ Այսինքն սրանք այն օրինակներն են, որոնք ակնհայտ ցույց են տալիս կրոնական կազմակերպության մի կողմ դնենք առաքելական եկեղեցու բարձր մշակութային ազգային ինստիտուտ հանդիսանալու հանգամանքը, վերաբերվենք զուտ իրավաբանորեն որպես կրոնական կազմակերպություն։ Հստակ ցույց տվեց այդ կրոնական կազմակերպության ներքին գործերին խառնվելու օրինակը։ Երկրորդ օրինակը գիտենք, որ դատական իշխանությունը կոչված է լինել անկախ եւ երևի թե անկախություն եզրույթը ամենահատուկը հենց վերաբերում է դատական իշխանությանը։ Հիմա կա այդպիսի մարմին, որը կոչվում է Բարձրագույն դատական խորհուրդ եւ մեր Սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների եւ դատավորների անկախությունը։ Պատկերացրեք ինչ մակարդակի աստիճանի անկախության եւ ինքնավարության, ինքնուրույնության պետք է օժտված լինի այն Սահմանադրական մարմինը, որը իր հերթին ապահովում է ընդհանուր դատարանների եւ դատավորների անկախությունը։ Ուրեմն շատ ոչ վաղ անցյալում այս մարմնի ղեկավարին Նիկոլ Փաշինյանը ազատել է աշխատանքից SMS հաղորդագրությամբ։ Եվ ես ազատել ասել բառը հատուկ եմ օգտագործում, քանզի ուրիշ ձև չի կարելի որակել այդ process-ը, երբ անկախ Սահմանադրական մարմնի ղեկավարին գալիս է SMS կամ WhatsApp հաղորդագրություն աշխատանքից դուրս գալու մասին, եւ Կարեն Անդրեասյանը հաջորդ օրը դուրս է գալիս աշխատանքից։ Այդ երկու սուբյեկտներն էլ իմիջայլոց այս փաստերը հաստատել են, սրանք վիճարկելի փաստեր չեն։ Հիմա հաշվի առնելով այս երկու օրինակները, խնդրում եմ, որ ցանկացած քաղաքացի իր հերթին պատասխանի եւ ընդունելով Նիկոլ Փաշինյանի կանոնը իբրև իրական, որ եթե խախտեցիր, ուրեմն լեգիտիմ չես, քո որոշումները իրավաչափ չեն։ Թող յուրաքանչյուր քաղաքացի պատասխանի հարցին։ Այս տրամաբանությամբ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ է որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, թե ոչ, եւ արդյոք իր ընդունած որոշումները ունեն իրավական ուժ, թե ոչ։